Ամեն անգամ, երբ իմ առջև բացվում են Զորամասի դռները, հասկանում եմ մասնագիտական գործունեությանս ընթացքում կատարած տարաբնույթ նկարահանումներից այս մեկն ամենասպասվածն ու տարբերվողն է։ Մի քանի ժամ շարունակ լինել հայ զինվորի կողքին, զրուցել ու հիանալ նրանց ծանրակշիռ մտածելակերպով աննկարագրելի զգացողություններ են։ Ինչևէ, փորձեմ տոնական նկարահանման շրջանակներում ներկայացնել նրանցից մի քանիսին։ Կարենը, Դավիթը, Զավենը, Իսրայելը ծառայակից ընկերների հետ միասին զարդարել են Զորամասը, տեղադրել տոնածառը։ Տղաներն ունեն նախընտրելի հանգստի վայր, հավաքվել Զորամասի գրադարանի լուսավոր ու գեղեցիկ անկյունում, կարդալ սիրելի գիրքն ու քննարկում իրականացնել։ Դավիթը Կապանից է, ճարտարապետական համալսարանի լոգիստիկայի ֆակուլտետն ընդունվելուց հետո զորակոչվել է հայոց բանակ։ Առաջին իսկ օրվանից գիտակցել է, պետք է արժանի լինել զինվորի կոչմանը։ Ամեն անգամ, երբ որ մտածում էի ինչ է լինելու սահմանագծին, պոստում, ու ինձ փորձում է պատկերացնել այդ դիրքում, միշտ հենց եմ պատկերացրել, որ պետք է լինել աչալուրջ, զգոն, ինչքան հնարավոր է ձիգ, որովհետև դու այդ պահին պետք է հասկանաս, որ ոչ միայն քո ընտանիքի ապահովությունն ու խաղաղությունն է ընկած քո ուսերին, այլ նաև քո ընկերոջը, քո կողքինի։ Արվեստասեր տղայի մեջ մանկուց ծնողները սեր ու պատասխանատվություն են սերմանել հայրենի երկրի ու հողի նկատմամբ։ Այսօր արդեն, երբ զինվոր է, այլ կերպ է ընկալում հայրիկի տված խրատները։ Ծառայության ընթացքում դրանք շատ են օգնում տղային։ Իմ հայրը միշտ իմ մեջ ներարկել է, դավանել է այդ հայրենասիրությունը ու ամենափոքր ժամանակվանից սկսած ասել է տես, ուսումնասիրի, սովորի, ինչը կապված է քո հայրենիքի հետ, սկսած հայոց պատմությունից, ավարտված թեկուզ պատերազմական գործողություններով, այդ մարտական խնդիրները կատարելով։ Կարոտ ամեն պահի է զգում, բայց վստահեցնում է, հայրենիքի պաշտպան լինելը վեր է ամեն տեսակ զգացողությունից։ Ամենաշատը կարոտել եմ փոքր քրոջս, ով ամեն անգամ զանգելուց հենց օրը հաշվում, թե ես երբ եմ գնալու տուն։ 2-3 օր առաջ էր մամայիս հետ էի խոսում, ասի հեսա որ գամ արձակուրդ, ձեզ պետք է լոբով ճաշ սարքես։ Ու հենց այդ լոբով ճաշն եմ կարոտել, այդ թթու լավաշով, պոպոկով, միշտ սիրել եմ դա։ Ու այստեղ ճիշտ է, լավ են մեզ կերակրում, բայց չեն կարող այդ ամեն ինչը պահել։ Բանակը տղաներին դարձնում է անսահման խիզախ, փոխում կյանքի նկատմամբ ունեցած նախկին պատկերացումները, սովորեցնում տարբերել կարևորն անկարևորից։ Շատերն առաջին անգամ են որպես զինվոր դիմավորելու նոր տարին, մայրական քնքշանքն ու հոգատարությունը փոխարինվել է ծառայակից ընկերների հրամանատարական կազմի ուշադրությունով, ասում է ժամկետային զինծառայող Կարեն Հովսեփյանը։ Զգացողությունները շատ լավ են, ոնց պատկերացնում էի, ոնց պատկերացումները կային, հենց այդպիսին են, թե սպայական կազմը շատ մեծ դեր ունի, թե սերժանտական կազմը մեծ դեր ունեն, շատ լավ է անցնում ծառայությունը, ինձ այստեղ ուժ են տալի ծառայելու համար ծնողներս ավելի շատ, քույրիկներս, երբ որ ինչ-որ մի բանից նեղված եմ լինում, թեկուզ հենց ինձնից որ մի բան չեմ կարողանում անել, նեղվում եմ, ինձ ուժ է տալի այն պահը, որ երբ խոսեմ իրանց հետ, ասեմ ամեն ինչ նորմալ է, միանգամից մայրիկս հենց հասկանում է, ինչ-որ բան եղել է, թե չի եղել, միանգամից ասում է ամեն ինչ լավ է, սաղ լավ է լինելու, այդ ամեն ինչը, այդ իր բառը, որ ասում է սաղ լավ է լինելու, արդեն ամեն ինչ ասում է ու ուժ է տալի, որ ավելի սթափվեմ ու իմ չարածը նորից անեմ։ Կարենը պատմում է, մանկուց սիրել է կրել զինվորական համազգեստը, չի մտաբերում դպրոցական մի միջոցառում, որտեղ զինվորի կերպարով ներկայացած չլինի։ Պետք է լինես հայրենիքի նվիրված ու այդպես սերմանվել է իմ մեջ էլ, որ պետք է հայրենիքին նվիրված լինես, ու այս ամենափոքր բանն է, որ պետք է անես հայրենիքի համար, այս ծառայելը, հետագայում ավելի մեծ քայլեր պետք է անես հայրենիքի համար,
Հիմա սկսել եմ հայրենիքի համար ինչ-որ գործ անել այստեղից, զինվորական կյանքից։ Ի տարբերություն մնացած զինվորների Կարենն ամենից շատ կարոտել է հայրիկին, ասում է իրենց կապն ավելի ամուր է։ Պապ ջան, մամ, ամեն ինչ լավ է, մի քանի օրից կգամ, կտենանք իրար, բան չի մնացել։ Կրտսեր սերժանտ Զավեն Շահինյանը ժամկետային զինվորական ծառայության է անցել այս զորամասում, որից հետո ստացել է առաջարկ ծառայությունը շարունակել Պաշտպան հայրենիաց ծրագրի շրջանակներում արդեն որպես պայմանագրային զինծառայող։ Բազում առավելություններ կան եւ ֆինանսական առումով աշխատավարձ ենք ստանում եւ ատեստավորում ունենք, որից հետո աշխատավարձը ավելի է բարձրանում, բժշկական ապահովագրություն ունենք, կարողանում ենք սովորել բարձրագույն ուսումնական հաստատությունում, առավելությունները շատ են։ Առաջարկեցին լինել ակումբի երաժիշտ ու զորամասում արդեն մշակութային գործունեություն ծավալել, մասնագիտությամբ պարող եմ, երաժիշտ եմ։ Զինվորների ժամանցն ենք ապահովում, ֆիլմերի դիտում, համերգներ, այցելություններ, տարբեր մշակութային ժամանցային վայրեր։ Հայ զինվորի օրը սկսվում եւ ավարտվում է աղոթքով։ Անյալ Տեր Հիսուս Քրիստոս ամեն, հայր մեր, որ երկինս ես։ Զորամասում գտնվող այս փոքրիկ եկեղեցում զինվորների շուրթերից շշուկով հնչող աղոթքն առաջին հերթին ուղղված է հայրենի երկրի խաղաղությանն ու ընտանիքի անդամների բարօրությանն ու առողջությանը։ Ամեն երեկո գալով եկեղեցի աղոթում եմ մեր պետության համար, աղոթում եմ մեր բոլոր ընկած տղերքի համար, իրենց ընտանիքների համար եւ բոլորս էլ մի երազանք ունենք, որ թույլ չտանք ոչ մեկի կողմից ոտնձգություն կատարել մեր պետության հանդեպ։ Մեր հոգեվորականներից մեկն էր ասում, մեր ձերն ու երազանքները ավելի մեծ են, քան մեր սահմանափակ թվով կյանքի տարիները։ Հիմա այդ պահն է, որ մենք բոլորս պետք է մեր իղձերն ու երազանքները առաջին փուլ բերենք եւ բոլորս կանգնենք մեր հայրենիքի կողքին։ Տղաների անձնական պատմություններն ու հույզերը ցույց են տալիս, թե որքան կարևոր է պահպանել հայի ոգին եւ սպասել նոր տարվա դրական փոփոխություններին, նույնիսկ այն դեպքում, երբ հայրենիքի պաշտպանները հեռու են հարազատներից։ Թող այս նոր տարին լինի միասնության, խաղաղության, Երջանկության եւ նպատակների իրականացման տարի։ շնորհավոր նոր տարի։ Հավատով, անսահման սիրով եւ մեծ պատասխանատվությամբ են հայ զինվորները դիմավորում նոր տարին։ Թող 2026-ը լինի խաղաղության տարի, թող հայ զինվորները առողջ ու անվտանգ վերադառնան տուն։ Հասմիկ Ֆահրադյան, Բեն Անտոնյան, հատուկ տոնական թողարկման համար։